Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, խաղային գործունեության կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում եւ հարակից մի շարք օրենքների նախագծերի փաթեթով կարող ենք երկու մեծ նպատակ առանձնացնել։ Առաջինը թափանցիկության ապահովումն է, այսինքն որ խաղային գործունեության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների շրջանառության նկատմամբ հսկողությունը լինի առցանց եղանակով, on-line ռեժիմով, եւ երկրորդը պատասխանատու խաղի կանոնների ներդրումն է։ Առաջին նպատակի առումով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների եւ տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիտորինգային կենտրոնին։ Ինչպես նաև համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին եւ ունենան համապատասխան սերտիֆիկատներ։ Ավելի պարզ եթե ներկայացնեմ, շահումով խաղի կազմակերպման գործունեության ոլորտում գործունեություն ծավալող անձինք ցանկացած խաղային արտադրանքով, որը բոլոր այն սարքավորումներ են, որի միջոցով հնարավոր է կատարել խաղադրույք եւ ստանալ շահում, այդ բոլոր խաղային արտադրանքները, ինչպես նաև on-line հարթակները, պետք է սերտիֆիկացում անցնեն միջազգային հեղինակավոր լաբորատորիաների կողմից։ Այդ սերտիֆիկացման փաստը ստուգվելու է օպերատորի կողմից, օպերատորը սահմանվում է կառավարության կողմից մրցութային կարգով եւ բոլոր այդ խաղային արտադրանքները պետք է միացված լինեն մոնիտորինգային կենտրոնում։ Այսինքն մոնիտորինգային կենտրոնում մենք տեղեկություն կունենանք on-line ռեժիմով կատարված խաղադրույքի ստացված շահման եւ մնացած ամբողջ տեղեկատվության մասին։ Հաջորդ կարգավորումը, որը մենք սահմանել ենք, նաև որ արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս մասով եւս մշակված են միջոցառումներ, ինչպես պրակտիկայում դա բացառել եւ հաջորդ նորամուծություններից մեկը նաև որ մոլեխաղերի կամ ինտերնետ մոլեխաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90%։ Ինչ է սա նշանակում, որ որևէ խաղային սարքավորում, երբ որ սերտիֆիկացվում է, ինքը ունի որոշակի ժամանակահատվածում, որոշակի համամասնությամբ շահում ապահովելու հնարավորություն։ Եվ եթե հիմա հնարավոր չէ դա ստուգել, որտեղ բացակայում է սերտիֆիկացումը եւ չկա միացում մոնիտորինգային կենտրոնին, այսուհետ օրենքի կարգավորումները ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր կլինի դա օպերատորի միջոցով ստուգել, արդյոք եթե 90% շահման կանոնը կա, 90% շահում որոշակի ժամանակահատվածի ընթացքում տրամադրվում է թե ոչ։ Ինչ վերաբերում է պատասխանատու խաղի միջոցառումներին, որոնք օրենքով ներդնում ենք, մի շարք սահմանափակումներ ենք մտցնում, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին։ Ընդ որում խոսքը գնում է թե on-line մոլեխաղի մասին, թե կենդանի մոլեխաղի մասին։ 21 տարին չլրացած անձինք չեն կարող մասնակցել, պետական բյուջեից ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որևէ ծրագրից օգտվող քաղաքացիները չեն կարող մասնակցել, օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված են ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում եւ ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառու են։ Նշեմ, որ սրանք արդեն օրենքում սահմանված են, բայց եթե կառավարությունը հետագայում որոշի որևէ սոցիալական խմբի կրկին սահմանափակել, մոնիտորինգային կենտրոնի եւ միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավոր է հեշտությամբ դա իրականացնել։ Նշեմ նաև, որ պահպանվում է, որ խաղային հաշիվների համալրումը բացառապես բանկային քարտերով է հնարավոր իրականացնել, դա պահպանվում է օրենքին։ Նաև նշեմ, որ նախարարական կոմիտեում քննարկվել է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի հետ կապված հարցերը։ Հիմա նշված է, որ ուժի մեջ է մտնում 24 թվականի հուլիսի 1-ից եւ 6 ամսյա ժամկետում ընդունում են ենթաօրենսդրական ակտերը։ Հնչեցրել ենք, որ հնարավոր է ազգային ժողովում քննարկման արդյունքում մի փոքր հետաձգենք, սահմանենք 25 թվականի հունվարի 1-ից, որտեղ տարբեր դրույթներ, տարբեր ժամկետներում հնարավոր է ուժի մեջ մտնեն եւ այդ կազմակերպչական աշխատանքները պատշաճ կատարվեն, որպեսզի պատրաստ լինենք ներդրմանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Բադասյան։ Հիմա մենք մի օրինակ բերենք, հետեւյալն ենք ասում ենք, եթե քաղաքացին օրինակ ընտանեկան կամ աղքատության նպաստի համակարգի մեջ ընդգրկված է, ինքը չի կարող խաղադրույք անել եւ այլն եւ այսպես շարունակ։ Այս հասկանալի է։ Ինչպես ենք մենք դա վերահսկում։
Պարոն վարչապետ, միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով։ Մենք նույնական Այս օպերատորի, հա, օպերատորի միջոցով, այսինքն կներեք, մենք հիմա այս օրենքի փաթեթը ընդունելուց հետո հայտարարելու ենք մրցույթ, ասելու ենք, այսպիսի մի գործառույթ կա, որի մեջ մտնում է նաև մեր օրենսդրական կարգավորումների եւ սահմանափակումների կիրառման մասին մեծ տեղեկատվություն տալը եւ մեր հրահանգները կատարել ըստ այդ տեղեկատվության, որովհետեւ եթե մենք նույնականացնում ենք անձին, պետք է ասենք, այս մարդուն վերջ, այլևս իրեն կամ նախապես ենք տալիս, ոչ թե տալիս, այլ կարգավորումներն անում, որ այդ մարդիկ ովքեր էս պահին մեզ հայտնի են, իրանք ոչ մի կերպ չեն կարողանում խաղադրույք կատարել։ Այո, պարոն վարչապետ, օպերատորի գործառույթը հիմնականում երկու խումբ կարելի առանձնացնել։ Ինքը ստուգում է, որ միջազգային լաբորատորիայի կողմից խաղային արտադրանքը լինի սերտիֆիկացված եւ միացնում է այդ խաղային արտադրանքը մոնիտորինգային կենտրոնին։ Եվ կներեք, վերաբերվում է եւ on-line-ին եւ ֆիզիկապես տեղադրված։ Եվ եթե քաղաքացին մոտենում է օրինակ խաղատուն, խաղի կազմակերպիչը, այսինքն ով որ այդ խաղատան գործունեությունը իրականացնում է, պարտավոր է նույնականացնել անձին։ Եվ երբ որ էլեկտրոնային համակարգ մուտք են անում անձի տվյալները, էլեկտրոնային համակարգում կերևա, որ օրինակ ինքը կառավարության շահառու է այսինչ ծրագրի շրջանակներում եւ բնականաբար մուտքը կարգելվի։ Իսկ on-line հարթակում, երբ որ խաղային հաշիվ բացվի, նույնը կիրականացվի on-line համակարգի միջոցով։ Ընդ որում, մենք քննարկել ենք, որ միջազգային պրակտիկայում կա այսպես նաեւ ալգորիթմային մոտեցում, եթե հետագայում ցանկանանք, որ ոչ միայն որևէ շահառու լինի սոցիալական խմբում ներառված կամ ծրագրից օգտվող, այլ ցանկացած անձ, եթե ուզում ենք սահմանափակենք, օրինակ չափից դուրս խաղադրույքները անում X ժամանակահատվածի ընթացքում, ապագայում դրան եւս կարող ենք անդրադառնալ։ Շատ լավ։ Դուք խոսեցիք 90% շահում կանոնի մասին։ Սա նշանակում է, որ այդ գործունեությամբ զբաղվողները, խաղատները կամ on-line հարթակները պետք է կատարված խաղադրույքների 90%-ը տարբեր շահումների տեսքով վերադարձնեն մարդկանց։ Այո, պարոն վարչապետ։ Եվ սա միջազգային ստանդարտ է, թե ոչ։ Սա միջազգային պրակտիկայում ընդունված կանոն է, բայց սա վերաբերում է յուրաքանչյուր խաղային արտադրանքին եւ շատ կարեւոր է նկատի ունենալ, որ ինքը սահմանափակված է որոշակի ժամանակահատվածի մեջ, այսինքն անպայման չի, որ ամեն օր ինչքան խաղադրույք արվում է, դրա 90%-ը հետ շահում տրվի, դա ծրագրավորվում է համապատասխան խաղային արտադրանքի մեջ, օրինակ եթե կենթանի խաղ է, խաղային ապարատ է, այդ ծրագրավորումը կատարվում է խաղային ապարատի ներսում, բայց որպեսզի սպառողը խաբված չլինի, սերտիֆիկացվում է լաբորատորիայի կողմից, որ եթե ալգորիթմը այնպես է դրված, որ որոշակի ժամանակահատվածում 90%-ը պետք է հետ տրվի խաղացողներին, այդ խաղային արտադրանքից օգտվողներին, դա արդեն կստուգված կլինի, սերտիֆիկացված կլինի եւ մենք մոնիտորինգային կենտրոնում դա դիտարկելու հնարավորություն կունենանք։ Հիմա դուք գիտեք ին վերաբերմունքը խաղատների եւ խաղադրույքների մասին, բայց այս 90%-ով մենք ոլորտի ներդրումային գրավչությունը չենք սահմանափակում, շատ բարձր չենք դրա 90%-ը, դա միջազգային ստանդարտ է, տենց է աշխատում։ Մենք խաղային ոլորտի կազմակերպիչների հետ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, թե մենք, թե ֆինանսների նախարարության գործընկերները եւ իրենց կողմից այս դրույթի հետ կապված որևէ առարկություն չի եղել։ Հա, որովհետև ենթադրվում է, որ իրանք շահույթի մի մասը ստանում են տարբեր, ասենք, ներսում ծառայությունների վաճառքից